Ասեմ, որ ես գործարանի ոչ էլ գործարանի արտադրությունների ըստ էության մասնագետը չեմ։ Ես խնդրին ծանոթ եմ այնքանով, որքանով որ քաղաքացիները պարբերաբար գալիս են իմ գրասենյակ կամ Վանաձորում հանդիպում են եւ բողոքում են առաջին հերթին իրենց չվճարված աշխատավարձերի մասով եւ երկրորդը ընդհանրապես գործարանի ապագա է, այսինքն գործարանը ունի ապագա թե չունի, ինչ է լինելու, արդյոք այն աշխատելու է թե ոչ, որտեղ մարդիկ կան աշխատանք են փնտրում եւ գտնում են, ասենք Ռուսաստանում այլ երկրներում հիմա իմանան գնան դրսում աշխատելու արտագնա աշխատանքի թե սպասեն գործարանը կաշխատի թե ոչ եւ այս առումով պետք է ասեմ որ իրավիճակը շատ տագնապալի է որովհետեւ բացի այն որ գործարանը կուտակել է մեծ պարտքեր եւ գնում է դեպի սնանկացում այսպես ասված հա նաեւ ինչքան որ ես հասկանում եմ գործարանը ապագա չունի այսինքն այն չի գործելու ինչու է այդպես որովհետև իմ բոլոր հարց ու փորձը այսպես ասված, հա, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ըստ էության գործարանը ապագա չունի եւ գործարանի արտադրանքը կարծում եմ չի լինի մրցակցող մյուս արտադրությունների հետ միջազգային շուկայում։ Ավելին նաեւ թանկ գազով արտադրված այդ նյութերը, հա, արտադրանքը կրկին անգամ կզիջի ռուսական արտադրություններին, որը որ նույն ուղղությամբ Ռուսաստանում ունեն։ Մյուսը, որ նաև Հայաստանը գիտեք գտնվում է բլոկադայի մեջ եւ մեզ մոտ նաև խնդիր կա արտահանելու այդ եղած, այսինքն ցանկացած արտադրություն, եթե բարդություն կա արտահանման հետ, դա բերում է նրան, որ գինը թանկանում է։ Եվ այս առումով կարծում եմ, որ լավ կլիներ, որ գործարանի այդ մեծ մասշտաբները վերանայվեին եւ ուղղակի փոքր արտադրամասեր այնտեղ ձևավորվեին, որտեղ Վանաձոր քաղաքի տարածքից ամբողջական, հա, շատ մեծ հատված է գրավում ընդհանուր Վանաձոր քիմպրոմը եւ մի քանի համալիրներ են դրանք եւ սա ամենաարդյունավետ ձևն է, որ այս օրերին մենք հնարավոր է որ ունենանք, որովհետեւ սովետական միության ժամանակ մի բան է եղել, հիմա այլ բան է, տնտեսական հարաբերություններն այլ են եւ իրավիճակն այնպիսին է, որ այդքան գույքահարկ վճարել, այդքան տարածք պահպանել, դա ուղղակի անարդյունավետ է եւ ռեսուրսների վատնում է։ Կառավարության դիրքորոշումը խնդրի հետ կապված հետեւյալն է, օրենքով սահմանված կարգով մարդիկ ասում են դիմեք դատարան, ձեր գումարները պահանջեք եւ այլն եւ այլն։ Դա նշանակում է, որ մարդկանց ուղարկել դատարաններ, որտեղ որ այնքան էլ խոստումնալից ապագա չի սպասվում իրենց, որովհետեւ կարող են լինել վճիրներ, դատական ակտեր, հարկադիր կատարման գործողություններ, բայց արդյունքում չհասնի քաղաքացիների ոչ մի բան, որովհետեւ գործարանը շատ մեծ պարտքեր ունի կուտակած։ Եվ պետք է ասեմ, որ պարտքերը բացի Վանաձորի քաղաքապետարանի գույքարկի տեսքով դա ամենափոքր պարտքն է, գազի սպառման հետ կապված մեծ միլիարդներով պարտք ունեն եւ նաեւ էլեկտրաէներգիայի հետ կապված, ավելին նաեւ այնտեղ խնդիր կա, որ թունավոր նյութեր կան պահեստավորված, որոնք որ պահպանման հատուկ պայմաններ են պահանջում եւ նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի ծախս, որպեսզի դա պահպանվի։ Այլապես լուրջ անվտանգության նաեւ խնդիր կարող է առաջանալ, բնապահպանական խնդիր։ Ես պետք է ասեմ, որ ինձ հաջողվել է, գիտեք, մի քանի անգամ խորհրդանում եմ հարցը բարձրացրել, նաեւ հաջողվել է, որ հանրապետության վարչապետին Վանաձորում խնդրել, որպեսզի նա հանդիպի Քիմպրոմի աշխատակիցներին եւ հանդիպումը տեղի ունեցել, վարչապետը խոսքեր տվել, որ աշխատավարձերից մի ամիս կտրվի, հետո նաեւ հետեւական կլինեն, որ մյուս ամիսներն կտրվի, այդ մի ամսվա աշխատավարձը տրվել է եւ դրանից հետո մինչ օրս զարգացումներ չկան։ Քաղաքացիները կրկին բողոքում են։ Գիտեք, մարդիկ կան, որ 6 ամսվա ունեն ստանալու, մարդիկ կան 9 ամսվա ունեն ստանալու, հիմա այս պահին ես չգիտեմ որքանով է փակված այդ պարտքերը, բայց մի քանի օր առաջ օրինակ մանկավարժական ինստիտուտում ես հանդիպում ունեի Վանաձորի պետական համալսարանում արդեն, որտեղ մի քաղաքացի մոտեցավ դուրս գալուց եւ ասաց, որ մայրը շատ ծանր է եւ Քիմպրոմը իրեն գումարներ է պարտք, խնդրում է որ գոնե դագաղի փոխը տանի դա, բայց չեն տալիս։ Պատկերացնում եք ինչ ծայրահեղ վիճակ է եւ այս առումով ինձ համար շատ դժվար է մասնավոր հիմնարկի վրա որևէ ազդեցություն ունենալ, հա, ճնշում գործադրել, որ նա պարտքերը փակի։ Եվ երբ որ մենք նաև պետության արժանք այս խնդիրները բարձրացնում, ասում են մասնավոր հիմնարկը չի տալիս, թող դիմեն դատարան։ Եվ քաղաքացիները հասկանում են, որ սնանկության գործընթաց կա, դատարան դիմելով, դա նշանակում է, որ երկար ժամանակով մոռանալ իրենց պահանջները։ Եվ մարդիկ տեսել են, որ բողոքի միջոցով, ցույցերով, բանով նայրիտի աշխատողները, բաները ինչ որ արդյունքների փորձել են հասնել, հիմա նրանք են սկսել բողոքել։ Վանաձորում մի քանի անգամ ցույցեր են եղել։
եւ նաեւ պատրաստվում էին գալ Երևան։ Այսինքն այսքանը, որքանով որ ես տեղեկացված եմ, ես տեղեկատվությունը ձեզ փոխանցեցի։ Ավելին ես չեմ կարող ասել, ես դրա մասնագետը չեմ եւ ինչ որ վերլուծությունների ծանոթ չեմ, թե ինչ կարող է ավելի լինել, ավելի արհեստավար խորը այդ արտադրությունների առումով ես չեմ կարող ասել, թե ինչ կարող են անել։ Ապագայում էլ ինչ որ բան նախատեսվում է, պարոն Մարուկյան, միգուցե հարցը նորից բարձրացվի կառավարության ազգային ժողովի մակարդակում։ Ես հարցը բազմից եմ բարձրացրել, այսինքն 2-3 հայտարարությունների ժամի կառավարության հարցու պատասխանին, այսինքն խնդիրը հետեւյալն է, վերջին անգամ էներգետիկայի նախարար Զախարյանը ասաց, որ մասնավոր հիմնարկե մեզ հետ ինչ գործ ունեք, գնացեք օրենքով սահմանված դիմեք դատա։ Իսկ ձեր այդ առաջարկը փոքր արտադրամասերի դա ուղղակի իմ գաղափարն է, ես չգիտեմ դա մասնագիտական առումով ինչքանով դա է կիրառելի է։ Դա ամեն դեպքում ասում որ ներդրումներ են անհրաժեշտ։ Ով պետք է այդ ներդրումներն անի, ով պետք է ներգրավի, արդյոք դրանք ապագա ունեն այդ ներդրումները, արդյոք այդ արտադրանքը կարող է Հայաստանից արտահանվել եւ շուկաներ կլինեն, ես չեմ կարող ասել։ Դա համար մի ամբողջ նախարարություններ են գործում, որ ուսումնասիրեն եւ փորձեն տնտեսական դաշտը ակտիվացնել։ Զուտ տեսական մեկ հարց եմ ուզում տալ։ Կարծիք կա, որ ինչպես Նաիրիտի դեպքում հիմա որոշակի գումար պետք է հատկացվի աշխատավարձերի փակման համար Նաիրիտ գործարանի եւ միայն դրանից հետո էլի շրջանառվող լուրերի համաձայն Նաիրիտը կփակվի ամբողջությամբ եւ բոլոր աշխատակիցները կազատվեն աշխատանքից։ Այսինքն հնարավոր է նույն հեռանկարը նաեւ սպառնա Վալադորի Քիմպրոմին, այնտեղ աշխատավարձերը փակվեն եւ ազատվեն բոլոր աշխատանքից։ Գիտեք, ամեն ինչ հնարավոր է։ Ես գիտեմ, որ Նաիրիտի պարտքը մի քանի անգամ ավելի մեծ է, քան Վանաձոր Քիմպրոմինը։ Դա գիտեմ, բայց թե ինչ կլինի, ես չեմ կարող ասել։ Ես որևէ այս առումով ինչ որ պոզիտիվ կանխատեսումներ չունեմ։ Փորձը ցույց տվեց, որ ըստ էության խնդիրը չի լուծվում։ Մեկ քաղաքական գնահատական, եթե կարելի է, ինչ միտում եք այստեղ տեսնում երկու մեր գիգանտների դեպքում նկատմամբ վարվող այս քաղաքականության ենթատեքստում։ Գիտեք, դա մի կառավարության խնդիր չի, ու ասեմ, ինչ որ այս կառավարության կամ նախորդ կառավարության խնդիրն է, կառավարություններն են եկել գնացել եւ այդ գործարանները այս վիճակին են հայտնվել։ Ես բազմիցս նշել եմ, որ եթե կան հիմնավոր կասկածներ չարաշահումների հետ կապված, ապա պետք է անկախ հանձնաժողով ստեղծել, օրինակ խորհրդարանական, եւ ուսումնասիրել խորությամբ հասկանալ այդ հիմնարկները ինչպես են հասցվել այդ մակարդակին։ Բայց կա քաղաքական ինչպես են այդ հիմնարկները կուտակել այդ պարտքերը։ Տեսեք, երկար տարիներ չեն աշխատել, բայց պարտքեր են կուտակել գազի, էլեկտրաէներգիայի։ Արդյոք իրենք են ծախսել այդ գազն ու էլեկտրաէներգիան։ Սրանք լրջագույն հարցեր են եւ կան հիմնավոր կասկածներ, որ հնարավոր է իրենք էլ չլինեն ծախսած։ Եվ այս առումով պետք է ուղղակի պատկան մարմինները զբաղվեն կամ խորհրդարանական հանձնաժողով ստեղծվի զբաղվի եւ դրա մասին հանրությանը տեղեկացնի եւ նաեւ պատկան մարմիններին։ Քաղաքական կամ կա թե ոչ, ես չեմ կարող ասել։ Եթե լիներ, մինչ օրս ստեղծված կլիներ։ Նախաձեռնություններ կան թե ոչ, դաշնակցությունը փորձել է նախաձեռնել հաջողության չհասան։ Հիմա կարող են փորձել թե ոչ, չի։ Այսինքն ամեն ինչ հարաբերական է եւ գիտեք քաղաքական իրավիճակի հետ կապված։ Իսկ Եվրասիական տնտեսական միությունը որևիցե հեռանկար կնպաստի մեր գործարանների վերագործարկմանը, նույն Քիմպրոմի հարցի լուծման կամ Նաիրիտի հարցի լուծման։ Ի վերջո դա տնտեսական կառույց է եւ մեծ հեռանկարներ են խոստացվում։ Այո, խոստացվում է, բայց թե ինչքանով դա կյանքի կոչվի, ես այնքան էլ բան չեմ, լավատես չեմ այս առումով, որովհետեւ երբ որ խոսվում էր դրա մասին եւ երբ որ համաձայնագրերը վավերացվեցին Ռուսաստանի նախագահի Հայաստանի այցի ժամանակ, ասվեց, որ նավթամթերքը եւ նաեւ գազը 30%-ով կեժանանա։ Հիշում եք։ Հետագայում ասվեց, որ չէ, ոչ թե կեժանանա, այլ չի թանկանա։ Հիմա ամբողջ աշխարհում նավթամթերքը էժանանում է, Հայաստանում արդեն նոր 10 դրամ է էժանացել, հա։ Այսինքն այս առումով տեսեք, արդեն մենք փորձ ունենք, որ պետք է միանգամից չհավատալ, հալաջուղի պես չընդունել, հա, եւ սпасել։ Դա համար ես պետք է ասեմ, որ այդքան մեծ ողջևությամբ ես չեմ սպասում դրան, այսինքն չեմ կարծում, որ հենց մենք մտանք ԵՏՄ գալու են եւ ներդրումներ անեն եւ Վանաձոր Քիմպրոմը աշխատացնեն։ Այդ ներդրումների հնարավորությունը մինչեւ ԵՏՄ մտնելն էլ կար։ Հայաստանը ուներ բոլոր համապատասխան պայմանագրեր Ռուսաստանի հետ, նաեւ ԱՊՀ շրջանակներում Հայաստանը ուներ բոլոր համապատասխան համաձայնագրերը ազատ առևտրի հետ կապված, եւ եթե ներդրումներ անողներ կային կամ կար, այն ժամանակ կանեին։